Մեր վարչապետը գրել է Սրբազան գնա շարունակի քերուտ կնգան դոմփել ինձ հետ ինչ գործ ունես սա արդյոք ձեզ համար ընդունել է որ վարչապետը նման բառապաշար է ընդունում Ես ասեմ գիտես ինչ ես մի քիչ երկար եմ ապրել քան դուք եթե մի մարդու չես հարգում անկախ դրանից տղամարդա թե դա կապ չունի գոնե պիտի հարգես իր դիրքը Էդի ես այսպես վաղտից գիտեմ գոնե իր դիրքը պիտի հարգես որ Համի դիրքը այնպես է որ բոլորն են հարգում դու ով ես որ այդպես բաներ ես ասում ինչ ճիշտ է այնի վարդապետ մարդ է եղել ամբողջ կյանքում ամեն դեպքում պիտի մի քիչ ամեն ինչ ունի իրան ռամկեք էլի ռամկեկից պետք չի դուրս գալի որովհետև ինքը դիրեկտոր է աշխատում իր կարծիքով ինքը ամբողջ հայության դիրեկտորն է Մենք ինչ, ես խոսքի մեծ սովորական դոկտոր, բայց ենի ամբողջ հայության ինքը տենց է կարծում, բայց տենց էլ կա, ամբողջ հայության կենտրոնը ես է, տենց էլ կա, էլի դրա համար պտի իրան չես հարգում, ես չեմ ասեմ նա իմ աշկի լուսն է, գոնի իրա դիրքը, դիրք ասելուց, դիրք են ասում, Դեպքում եթե մարդը լինի շարքայի քաղաքացի, նման քննադատության դեպքում արժի Գիտես ինչ, իրանք իրենց պապահում են բոլորը, չեմ ասեմ Փաշինյան Նիկոլը, բոլորը, ոնց որ չեմ ուզում ազգանունամ, շատ լավ ռեժիսոր էր, պոլուինտելիգենտնի շտաբս-կապիտան, և իրոք այ բոլորն են այդ ձևի, նույնն են իր ազգային ժողովի մասին, պոլուինտելիգենտ չի կարելի, էլի, մարդիկ դիզեսնից օրինակ վեկալ են, Օրինակ դիվեկալ են, ես հիշում եմ, այն վաղտ, որ կար դեպուտատներ Վերխովնեն Սովետ կար, մարշալ մարդիկ էին, գիտնական իսկ համի բերել լծել են ընդ շունշ անգել ամուտ ասել, ոչ խոսել գիտեն, ոչ էլ ուզում են սովորեն, գոնե իմանամ ձգտում կա սովորելու կկասեն ոչինչ, էդ էլ չեն ուզում անեն, այդ դրա համար էլ ոչինչ, թողեք համբերեք, ինչ մնաց մի տարի էլի Համբերեք, բայց մի տարի հետո չետակ էլ իրանք է կնդրեք, ուրիշ ոչ մեկին, որտեղ նա չունի նա գերջանիկ մարդ է, նա չունի կոնկուրենտ, չունի, հավատացեք ինձ, ես չեմ տեսնում իրան, և նա էլ գիտի, որ նա չունի, կոնկուրենտ չունի, բայց, աստված էդի է, տվետ դրանով էլ պիտի յոլա գնակ։ Ամս մեկին իր ծնունդն է, ինչ կմաղթեք։ Եթե ես կամերան չչլներ, ես կասեի ինչ կմաղթեի, հա, ամսի մեկին, մնաց երկու օր, ինձ չի հրավիրել, ես չեմ կարա ասեմ։